Մասնագետների գնահատմամբ շոկ եղանակին սնդամ թերքը կարող է վտանգավոր դառնալ նույնիսկ մի քանի ժամում, եթե պահպանման կանոնները խախտվեն։ Արդյունքում ամռանը սննդային թունավորումների, ստամոքսաղիքային համակարգի ֆունկցիոնալ խանգարման դեպքերը ավանդաբար ավելանում են։ Հերթական դեպքը գրանցվել էր Արտաշատում։ Օգոստոսի 1-ին եւ լույս 2-ի գիշերը Արտաշատի բժշկական կենտրոն էր դիմել 14 քաղաքացի։ Դիմելությունը սկսել է երեկոյան 23:45, ընդհանուր դիմողների քանակը 14, որից 4-ը երեխա եւ 10 մեծահասակ։ 4 երեխաները ընդունվել են մանկական ինֆեկցիոն բաժանմունք, վիճակները գնահատվել է թեթև եւ միջին ծանրության, ընդունվել են փսխումային համախտանիշով, ստամոքսաղիքային համակարգի ֆունկցիոնալ խանգարում, ինչպես նաեւ մեծերը նույն ախտորոշումով, եւ մինչեւ առավոտյան ժամը 11:12-ը սպասարկելուց հետո վիճակների բարելավումով տուն են գնացել։ Մեծահասակները սպասարկվել են անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում, էմերջենսիում եւ ընդունվելուց 2 ժամ հետո, 3 ժամ հետո, 4 ժամ հետո հերթով ժամը 1 դից բոլորը տուն են գնացել, մինչեւ առավոտյան բոլորը արդեն տուն են գնացել բավարար վիճակով։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Արարատի մարզային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր բուժառուները մասնակցել են Արտաշատի ռեստորաններից մեկում տեղի ունեցած մկրտության արարողությանը։ Մասնագետների կողմից հիվանդներից վերցվել են կենսանմուշներ, ինչպես նաեւ սնդամթերքի, շրջակա միջավայրի, ռեստորանի սպասարկող անձնակազմի եւ խոհանոցի նմուշներ լաբորատոր հետազոտությունների նպատակով։ Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են։ Միաժամանակ ամռանը բարձր ջերմաստիճանի պայմաններում արձանագրված թունավորումների հաճախականությամբ պայմանավորված սնդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին եւ միջոցառումների կազմակերպիչներին հերթական անգամ հորդորում է առավելագույն ուշադրություն դարձնել սնդամթերքի մատուցման պահպանման կանոններին։ Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել այն ուտեստներին, որոնք պարունակում են մայոնեզ, թթվասեր, սերուցք կամ այլ արագ փշացող բաղադրիչներ։ Նման բաղադրիչներ պարունակող աղցաններն ու սառը ուտեստները երկար ժամանակ սեղաններին թողնելը վտանգավոր է, քանի որ բարձր ջերմաստիճանի պայմաններում դրանք կարող են շատ արագ դառնալ բակտերիաների զարգացման աղբյուր։ Սնդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները խորհուրդ են տալիս սնունդը մատուցել միայն անհրաժեշտ պահին, իսկ մինչ այդ պահել սառնարանային պայմաններում եւ հնարավորինս արագ փոխարինել կամ հեռացնել, եթե երկար ժամանակ մնացել է բաց միջավայրում։ Այս պարզ, բայց կարևոր կանոնների պահպանումը կարող է կանխել սննդային թունավորումների բազմաթիվ դեպքեր եւ ապահովել մարդկանց առողջությունն ու անվտանգությունը։ Այս ընթացքում սննդային թունավորման դեպքեր գրանցվեցին ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Մասնագետների խոսքով շոկ օրերին զգոնությունը պետք է լինի բոլորի առաջնահերթությունը, իսկ սննդամթերքի անվտանգ պահպանումը յուրաքանչյուրի պատասխանատվությունը։ Տիգրան Հակիմյան, Հորիզոն։